չեմ կարծում, որ այս պահին պետք է այդ մասին խոսենք, որովհետև վաղ է այդ մասին խոսել։ Ասում եմ վաղ է այդ մասին խոսելը, առիթ կլինի կտեղեկանանք, թե ինչպիսի գործընթացներին ենք մենք մասնակցելու, բայց պետք է նշեմ, որ բոլոր քաղաքական գործընթացներին մենք մասնակիցն ենք։ Որևէ քաղաքակից ես քաղաքական ուժերին եւ որոնց հետ երբեք համագործակցություն նկատի չունեմ հանրապետականին։ Քանի որ մեր քաղաքական պլատֆորմը արդեն իսկ այսօրվանից հաճելի կլինի բոլորի համար, ովքեր որ կարձագանքեն, ովքեր ցանկություն ունենան եւ կկիսեն մեր քաղաքական ուրույթները, ապա նրանց բոլորի հետ հավանաբար մենք կարող ենք համագործակցել։ Այստեղ ուժը չկա, ոչ իշխանական ներկայացնում, որոնց հետ երբեք Այս բան ես չեմ կարող ասել, որովհետև մենք նոր ենք հրապարակում մեր քաղաքական թեզերը, հենց որ արդեն այդ քաղաքական թեզերը հաճելի կլինեն բոլորի համար, արձագանքներ կլինեն, մենք այդ մասին ձեզ կտեղեկացնենք։ Դեպի Արարատ ասելու ի նկատի ունենք համախմբում վերադարձ դեպի աղմուկները եւ համախմբում հայրենիքի շուրջ համախմբումը ենթադրում է մասնակցություն բոլոր գործընթացների եւ մասնավորապես քաղաքական։ Ինչ Կոստանջյան ովքեր են այն սպիկայերը երևան հայտնանումներ, որոնք արդեն համաձայն են պատրաստ են այս սակցան։ Այդ մասին ես չեմ կարող հիմա անուններ հնչեցնել, քանի որ մենք դեռ պաշտոնապես չունենք մեր ներկայացվածությունը, հենց որ արդեն պաշտոնապես ներկայացված կլինենք, ապա դուք այդ մասին նույնպես կծանոթանաք, իմանաք եւ իրենց անունները նույնպես ձեր համար հայտնի կլինեն։ Բայց ես գիտեք, հայտնիներն է կլինեն, ոչ հայտնիներն է կլինեն, բայց յուրաքանչյուրը իր բնակավարում իհարկե հայտնի կլինի։ Կոստանջյան, առաջիկան մտորություններ են, մտորություններից մենք երկու շաբաթ առաջ կուսակցություն եք լինում։ Նախ ինչու հենց ուշացած դեպքում չեք կարողանալ մասնակցել եւ երկրորդ կարող է որևէ ուժի սահմանել, կարողա չեք մասնակցել դրական process-ին։ Ես այս բանը չեմ կարող դեռ հարցերին պատասխանել, իսկ ինչի այսօր հիմնադրվեց այս համակարգը, ինչի այսօր հրավիրվեց, դրա համար պետք է նաև մենք հասունացած լինեինք, եւ ես եւ նաև մեր նախաձեռնող խումբը դրա կարիքը այսօր հայտնի է։ Ժառանգությունից կան մարդիկ, որոնք որ այսօր ձեր ուժի մասին քաղաքական շատ են ովքեր են։ Ես մեկին նկատեցի, էլի կան մարդիկ։ Դե ես չգիտեմ դուք եք նկատել կան ժառանգության անդամները ներգրաված են այո մեր քաղաքական այս նոր ուժի մեջ։ Հոգով չեմ կարող ասել, որովհետև այսօր է կան։ Իսկ այլ պատվիրակներ այս քաղաքական ուժերից Մենք պատվիրակներ առանձին չենք հրավիրել ենք հանրային ծառայությամբ, բաց է եղել նաև հրավերը, հետևաբար ովքեր որ ցանկացել են քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, նրանք ազատ են եղել եւ կարողացել են գալ։ Դուք պետք է տեսնեք, թե ովքեր են եկել։ Մենք պետք է դեռ որոշենք, պետք է նիստ անենք, հրավիրենք եւ այո, նախաձեռնող խմբի անդամ հիմնադիր։ Ժառանգության երբևէ համագործակցություն հնարավոր համարում եք։ Ես այս բանը չեմ կարող ասել։ Իսկ նրանց մրցակից կհամարեք երբևէ կամ որո դաշինքի, որի մասին կազմում։ Ես մրցակցելու խնդիր չունեմ։ Եթե կմրցակցեն ավելի լավ, որովհետև մրցակցությունն է բերելու նաև արդյունքներ եւ նաև պտուղներ է տալու, որովհետև եթե քաղաքական դաշտը մրցակցային չէ, ապա դժում է ողջ հասարակությունը եւ քաղաքական ուժը։ Հիմա այս պայծրությամբ մենք ունենք մենաշնորհված քաղաքական դաշտ եւ այդ է պատճառը, որտեղ չեն կարողանում նաև ճեղքել այս ճգնաժամը եւ ավտորիտարիզմը։ Կուսակցությունից հեռացան, քանի որ նրանք որոշեցին դաշինք կազմել, դեմ եք դաշինք կազմելու գործընթացը։ Երբևէ այս կուսակցությունը դաշինք կկազմի, թե ենթադրումները երբեք միայնակ կմասնակցի։ Սխալվում եք, որ ես միայն դաշինքին էի դեմ, ես դեմ էի այն քաղաքական մոտեցումներին, որը ներկայացված էր, այդ քաղաքական մոտեցումները հակասում էին նախկինում անցած ժառանգության ճանապարհին, հետևաբար ես առաջերտին դրան եմ։ Իհարկե դաշինքները պետք է լինեն այնպիսի ծրագրերի
գաղափարների եւ սկզբունքների շուրջ, որի կրողը դու ես, եթե կան հակասություններ, դրանք չեն կարող լինել արդյունավետ դաշինք։ Իշխանապողության Մենք կողմ ենք ոչ թե միայն իշխանապողության, որովհետև հասկանում ենք այս ավտորիտար համակարգը ունի բաժնետերեր, մի քանի բաժնետեր, դրանցից այսինքն հիմնականում այն նախագահությունն է, որը եղել է այս 25 տարիների ընթացքում, նրանք են այն հիմնական բաժնետերերը եւ իհարկե կան մանր բաժնետերեր նույնպես, եթե մենք խոսում ենք ինչ-որ բաժնետոմսերի այս կամ այն շարժի վերաբերյալ, ապա մենք չենք դա դիտարկում որպես լուրջ գործունեություն եւ գործընթաց, մենք դա մերժում ենք, մենք չենք ասում, որ դա պետք է տեղի ունենա, մենք ասում ենք վերցվար պետք է փոխվի համակարգը եւ հիմնադրվի նոր համակարգ, որտեղ հայ ազգի բոլոր ներկայացուցիչները ունեն հնարավորություն մասնակցելու քաղաքական կյանքին, այլ ոչ թե այս բաժնետոմսերի տերերը իրար մեջ ունենան այդ հնարավորությունը։